Պարոն Արյան, ասեմ ընդհանուր առմամբ տեմպը շատ դանդաղ է այդ աշխատանքների, ես էլ ասում եմ, որ գործընկերներն էլ լսեն, իրականում տեմպը նենց չի, որ իրանց կներեք, բայց մեջտեղից ճղում են, իսկ ես այն դեպքն է, որ միգուցե պետք է մեջտեղից ճղեին, ամանավանդ, որ դրանից հետո ունենք միջին նորոգման աշխատանքներ, բայց այստեղ նաև պարոն Թևոսյան մի հատ էլ ձեր մասով ասեմ, այս փոխհալեցման աշխատանքների տեմպը էլի ոնց որ սկսում է ընկնել, այսինքն մենք բացառիկ փետրվար ամսին մեծ տեմպով սկսեցինք փոխհալեցման աշխատանքներ իրականացնել, հիմա զգում եմ, որ տենց մի քիչ կամաց, ոնց որ էլի հարմարվեցինք, էլի տենց նորմալ ռեժիմի են հին չի լինի, էլի այդպես։ Թույլ տաք զեկուցեմ այդ մասով, վերջի 11 օրը միայն 3-4 օրն են կարողացել ամբողջ տեմպով աշխատել, որովհետև զուտ եղանակային պատճառներով, որ օրը լավ օր ա եղել, ամբողջ տեմպով կարողացել ենք աշխատել։ Հիմա Կիրակից երկուշաբթի գիշեր։ Կիրակից երկուշաբթի գիշեր չենք աշխատել զուտ զատիկի պատճառով, պարոն քաղաքապետ, անկեղծ։ Դե հիմա տեսեք, պարոն Թևոսյան, ես սա ամեն ինչ հասկանում եմ, բայց այս այն դեպքն է, որ նաև չեմ հասկանում, որովհետև երևանցիները չեն հասկանում եւ չեն ընդունում։ Տեսեք, ասֆալտապատման աշխատանքները եկեք կանոն դնենք, էլի, նամանավանդ եթե խոսքը գնում է փոխհալեցման մասին։ Չկա նոր տարի, չկա զատիկ, չկա հանգստյան օր, ոչ մի բան չկա։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր որ այս process-ում գալիս են հայտ են ներկայացնում, այսօրվանից թող իմանան, որ որևէ օր իրենք չունեն հանգիստ, որովհետև փոխհալեցման աշխատանքները դրանք տենց կարևորագույն աշխատանքներից մեկն են Երևան քաղաքում։ Եվ օրինակ հիմա այս գիշեր հուսով եմ մեծ տեմպով բոլոր վարչական շրջաններում մտնելու են։ Վստահենք։ Պարոն քաղաքապետ, նույնիսկ ցերեկով ենք աշխատանք կատարելու, որովհետև երեք գիշերը չենք կատարել, որոշ փողոցներում, ոչ կենտրոնական փողոցներում, նկատի ունեմ փոքր կենտրոնում, այլտեղ էլ կատարել ենք նույնիսկ ցերեկով աշխատանքներ, որովհետև երեկոյան չենք, գիշերը երեք չենք կատարել։ Շատ լավ, պարոն Թևոսյան, փոխհալեցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր։ Չկան, այսուհետ չկան։ Մենք արդեն հասել ենք մոտ 57,000 քառակուսի մետրի, պարոն քաղաքապետ, միայն փոխհալեցման մասով։ Շատ լավ։ Եվս հաջորդը, պարոն Թևոսյան, ճաքալեցման աշխատանքները ես ասել եմ, ծավալները ավելացնել։ Մրցույթ հայտարարել եք։ Մեկ մրցույթը կայացել է, որը որ բյուջեով գումարը հատկացված էր եւ եւս երկրորդ մրցույթ ուղարկվել է գնումներ, ներառվել է գնումների պլանում 15-ի 6-ով հավելյալ ծավալի ավելացման։